Մեր գործընկերոջ հարցը մի փոքր ավելի մեր առօրյա քաղաքականությանը համապատասխանեցնելով ուզում եմ շարունակել։ Ձեր հատկապես ցեղասպանության հետ կապված արտահայտությունները, մեկնաբանությունները շատ մեծ արձագանք են գտնում եւ Հայաստանում, եւ Թուրքիայում։ Եվ մենք կարդում ենք սրա հետ կապված ձեր մեկնաբանությունները, հայտարարությունները։ Շատ ընդգրկուն հայտարարություններ եք անում։ Այդպիսի մի հասկացություն էլ կա, որ դուք օգտագործում եք internal Armenization of genocide։ Ուզում եմ հասկանալ, Հայաստանի եւ Թուրքիայի միջև հարաբերություններում ցեղասպանության հարցը ինչպիսի ազդեցություն ունի հիմա։ Ըստ ձեզ, դա արդեն նախկին անցյալ փուլ է, նախկինում է մնացել այդ հարցը Հայաստան-Թուրքիա հարաբերությունների առումով։ Եվ Հայաստանը նախկինում քաղաքականություն էր վարում, ինչպես գիտենք, որպեսզի ցեղասպանությունը տարբեր երկրների խորհրդաների կողմից ընդունվի եւ այլն։ Կարող ենք ասել, որ այս քաղաքականությունն արդեն չի կիրառվում։ Նույն կերպ ձեր սահմանադրության ներածական մասում կան բաժիններ, որտեղ տեղ են գտել Արևմտյան Հայաստան եւ ցեղասպանություն արտահայտությունները։ Եթե սահմանադրությունը փոխվի ձեր երկրում, դրանք տեղ չեն գտնելու նոր սահմանադրության մեջ։ Այս թեմաների շուրջ կուզեի ձեր տեսակետները լսել։ Bu konulardaki düşüncelerinizi almak isterim. Մեր պաշտոնական դիրքորոշումը այն է, որ հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը մեր արտաքին քաղաքական առաջնահերթությունների մեջ չի մտնում այսօր։ Եվ բայց այս համատեքստում սա պաշտոնական ձևակերպում է, բայց այս համատեքստում կան հարցեր, որոնց պարզաբանումը շատ էական է եւ կարեւոր, եւ այդ հարցերի շուրջ ես հիմնականում աշխատանքային ռեժիմով անդադ խոսում եմ եւ Հայաստանում եւ արտերկրում մեր հայրենակիցների հետ զրույցում եւ կարծում եմ լավ առիթ է որպեսզի նաեւ հրապարակային այդ մասին խոսեմ։ Նախ պիտի ասեմ, որովհետեւ այդ քննարկումները եւ շարժումները նաեւ Հայաստանում եւ ոչ միայն Հայաստանում լինում են, խոսք է գնում ուրացման, մեծ եղերնը ուրանալու կամ մոռանալու մասին կամ ես ուզում եմ շատ հստակ լինի, որ Հայաստանում եւ հայության շրջանում դա անառարկելի ճշմարտություն է։ Այսինքն ուղղակի մեր իրականության մեջ հնարավոր չէ դա ժխտել կամ ուրանալ, որովհետեւ դա բոլորիս համար անուրանալի ճշմարտություն է, բայց խոսքը դրա մասին չի։ Վերջերս ես ուզում եմ ուղիղ պատմել, եթե չեմ սխալվում, Մյունխենի հայերի հետ հանդիպման ընթացքում իմ ունեցած մի ելույթի մասին, երբ ես ասում եի հետևյալ, ասում եի սիրելի հայրենակիցներ, երբ որ մի հեռավոր երկրի խորհրդարան կամ կառավարություն մի որոշում է ընդունում, մենք այդ որոշումից շատ ոգևորվում ենք։ Մեր իրականության մեջ այդպես է եւ դրանում գաղտնիք չկա եւ այդ շատ հեռավոր երկրները երբ որ ընդունում են նման որոշումներ եւ երբ որ ոգևորությունը այդ որոշումից կամ ուրախությունը մարում է, հաջորդ պահին հարց է ծագում, իսկ այդ որոշումը ինչ է մեզ տալիս մեր անմիջական միջավայրի հետ մեր հարաբերություններում։ Եվ երբ որ մենք անմիջական միջավայրում ունենում ենք լարումներ, այդ լարումները ինչքանով են նպաստում մեր երկրում, մեր տարածաշրջանում կայունությանը, խաղաղությանը եւ այլն եւ այսպես շարունակ։ Եվ նաեւ այստեղ է, որ հարցածագում, որտեղ եւ ինչպես մենք պետք է կենտրոնանանք Հայաստանի պետական շահերի սպասարկման վրա եւ ինչպես եւ որտեղ պետք է մենք կենտրոնանանք մեր իմացած այդ թվում պատմական ճշմարտությունների ընդգծման եւ այդ ճշմարտությունների վրա հենվելու վրա, որովհետեւ այն ժամանակաշրջանը, որտեղ այդ մեծ ողբերգությունը տեղի է ունեցել, եղել է մի ժամանակաշրջան, երբ չի եղել Հայաստանի Հանրապետություն։
Այսօր կա Հայաստանի Հանրապետություն, միջազգային ճանաչված պետություն։ Եվ միջազգայինորեն ճանաչված այդ պետությունը ունի հնարավորություն ապահովելու սեփական քաղաքացիների անվտանգությունը եւ բարեկեցությունը, բայց դրա համար անհրաժեշտ են որոշակի պայմաններ եւ այս առումով Հայաստանը օրիգինալ երկիր չէ։ Եվ ես էլի մեր հայրենակիցների հետ հանդիպման ժամանակ ընդգծում եմ այդ շեշտը, որ ասում եմ, տեսեք, ինչքան բոլոր երկրները եւ մենք բոլորս կարևորում ենք խաղաղությունը։ Բայց խաղաղությունը առաջին հերթին տարածաշրջանային երևույթ է։ Տարածաշրջանային։ Ես կարող եմ որպես արդյունք, օրինակ, իհարկե մի փոքր հումորով է ես մասին խոսում, ներկայացնել, որ ես մեր կառավարությունը շատ մեծ միջազգային ձեռքբերում է ունեցել եւ մենք կարող ենք երաշխավորել խաղաղությունը Հայաստանի Հանրապետության համար, ներողություն եմ խնդրում Ավստրալիայի մեր գործընկերներից, տենց հիշատակելու համար, չնայած ոչ մի բան չկա հիշատակման մեջ, բայց Ավստրալիայի հետ։ Այսինքն մենք ունենք շատ մեծ ձեռքբերում, խաղաղություն, բայց Ավստրալիայի հետ, բայց Նոր Զելանդիայի հետ, բայց Բրազիլիայի հետ, որը իրոք ունենք ընդ որում, եւ ուրախ ենք, որ նորմալ հարաբերություններ ունենք։ Բայց խաղաղությունը եւ լավ հարաբերությունը մեզ առաջին հերթին պետք է մեր միջավայրի, մեր ամիջական հարևանների հետ հարաբերություններ։ Որտեւ խաղաղությունը այն խաղաղությունը, որը կոնկրետ արդյունք է բերում մեր երկրի անվտանգության եւ բարեկեցության համար, այստեղի խաղաղությունն է։ Իհարկե գլոբալ անվտանգությանը ես չեմ անդրադառնում, որովհետև պարզ է, որ մենք աշխարհը արդեն կես դարից ավելի միջուկային ճգնաժամի մտավախություններ ունի։ Ես այդ գլոբալ խնդիրները այս համատեքստում թողնում եմ մի կողմ, որը իհարկե նաև մեր օրակարգի մաս է, այնքանով որ մենք միջազգային հանրության մաս ենք։ Բայց խաղաղությունը մեզ անհրաժեշտ խաղաղություն այն է, որը հասանելի է մեզ, որը այստեղ է, հիմա է։ Եվ հետևաբար մենք պետք է մտածենք առաջին հերթին տարածաշրջանային խաղաղության մասին եւ դա է դասը իմ ընկալմամբ, որը մենք պետք է վերցնենք պատմությունից։ Եվ ես այս դահլիճում, այս սենյակում 2020 թվականին հարցազրույց եմ տվել տեղական հայաստանյան հեռուստաընկերություններից մեկին, որը հարց է տվել ինձ, իսկ արդյոք Թուրքիայի հետ հարաբերությունների եւ արդյոք կա տենց հնարավորություն, որ Թուրքիան սպառնալիք չլինի Հայաստանի անվտանգության համար։ Եվ իմ պատասխանը եղել է այն, որ այո, մենք պետք է այդ հարցը դնենք եւ այդ հարցին փորձենք պատասխանել, որովհետեւ ենթադրում եմ, որ Թուրքիան էլ նույն հարցը տալու է Հայաստանի վերաբերյալ։ Իմ գործունեության ընթացքում փորձում եմ այդ հարցին պատասխանել, նաեւ այն համատեքստում, որ հնչեց։ Եվ իհարկե այդ հայտարարությունները Հայաստանում միանշանակ չեն ընդունվում։ Իհարկե մի դրվագ, որ մեր Սահմանադրությունում Արևմտյան Հայաստան արտահայտություն չկա, Արևմտյան Հայաստան արտահայտություն կա այլ տեղերում, բայց Սահմանադրության մեջ չկա, բայց բոլորովին վերջերս ես ընդ որում նման խիստ քաղաքական անհրաժեշտություն շատերի կարծիքով չկար, ես բոլորին վերջերս մի եթերով հրապարակային հայտարարեցի, որ իմ ընկալմամբ Արևմտյան Հայաստանը Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզն է եւ Արմավիրի մարզի եւ Շիրակի մարզի կոնկրետ բնակավայր է։ Եվ ինչու եմ ես այդ հայտարարությունը անում։ Ինչու շատ Հայաստանում այդ վերաբերյալ տարբեր վարկածներ կան, թե ես ինչու եմ այդ հայտարարությունը անում։
Որովհետև ես պրակտիկ խնդիր ունեմ որպես Հայաստանի Հանրապետության վարչապետ պատասխանելու այն հարցին, որի մասին քիչ առաջ հիշատակում էի։ Ես շատ ուղիղ եմ ասում մեր հանրությանը եւ հիմա գիտեք ինչ էլ արդեն մեր հանրությանը միջազգային հանրության այդ սահմանները ձեզ հայտնի պատճառներով ջնջվել են, որովհետեւ սոցիալական ցանցեր, ինտերնետ, բոլոր հայտարարությունները վարքյանների ընթացքում հայտնվում են, բոլոր հրապարակային հայտարարությունները վարքյանների ընթացքում հայտնվում են ամենուր, եւ դրա համար այդ սահմանն էլ արդեն ջնջվել մեր հանրության հետ ենք խոսում, թե միջազգային, թե տարածաշրջանային հանրության հետ ենք խոսում, բայց նաեւ մեր հանրությանը իմ հիմնական ուղերձը հետեւյալն է։ Ես ասում եմ, որ մենք պետք է կարողանանք մեզ նայել նաեւ հասկանալ նաեւ ուրիշների ընկալումը մեր մասին։ Ինչ ուղերձ ենք մենք տալիս տարածաշրջանին եւ միջազգային հանրությանը։ Եթե մենք տարածաշրջանին եւ միջազգային հանրությանը տալիս ենք ուղերձ, որ սպասեք, մենք կհզորանանք եւ տեսեք, թե ինչ տարածքային եւ այլ փոփոխություններ կբերենք տարածաշրջանին, բնականաբար բոլորը կամ առնվազն մի մասը մեզ կընկալեն որպես սպառնալիք։ Եվ եթե մենք լսենք նման հայտարարություններ մեր հարևաններից, մենք էլ դա կընկալենք որպես սպառնալիք, ինչը եւ եղել է։ Ինչը եւ եղել է։ Եկեք չթաքցնենք միջին վիճակագրական ընկալումը Հայաստանում, Հայաստանի Հանրապետությունում այն է, որ Թուրքիան սպառնալիք է Հայաստանի անվտանգության համար։ Եվ ես ենթադրում եմ, որ երբեմն այն բառամթերքը, ընդհանուր քաղաքական բառամթերքը, որ Հայաստանի Հանրապետությունում եւ օգտագործվում է, պարտադիր չէ, որ պաշտոնական մակարդակում, բայց երբեմն նաեւ պաշտոնական մակարդակում դա կարող է ընկալվել որպես սպառնալիք Թուրքիայի համար։ Իմ ասածը այն է, որ կարող է պարզվի, որ մենք շատ կարևոր բան է, որ կարող է պարզվի, որ մենք արդեն պատճառահետևանքային կապը կորցրել ենք։ Արդեն այն կետը, թե որն է պատճառ, որը հետևանք, արդեն կորցրել ենք այդ կետը։ Եվ այդ կետը կորցնելու պատճառով եւ այս ընկալումների պատճառով մենք անցել ենք շատ բարդությունների եւ կատակլիզմների միջով։ Բայց հիմա կա հնարավորություն այս հարցի ընկալումը եւ այս հարցի պատասխանը ձևակերպումը փոխելու։ Հնարավորությունը ծագել է այն բանից, որ թե Հայաստանի կողմից, թե Թուրքիայի կողմից հնչել են ուղերձներ, որ կա ցանկություն եւ Հայաստանի կողմից եւ Թուրքիայի կողմից այդ հարցերի ձևակերպումները փոխել, այդ շեշտադրումները փոխել, դիտանկյունները փոխել։ Եվ սա է պատճառը, որ այդ թվում մամուլը եւ փորձագետները երբեմն ասում են, որ կա պատմական հնարավորություն։ Եվ ձեր հարցին նորից վերադառնալով ես շատ կցանկանամ որպեսզի ինքս որպես Հայաստանի Հանրապետության վարչապետ օգտագործեմ այդ պատմական հնարավորությունը։ Եվ ես ընդհանուր գիտեք ինչ, դուք ճիշտ եք, այդ երանգը կա, ես ինձ հաշիվ եմ տալիս, որ երբեմն հայտարարություններ եմ անում, որոնք ներքաղաքական իմաստով ոչ մի օգուտ չեն բերում ինձ որպես քաղաքական գործիչ եւ մեր քաղաքական կուսակցությանը, բայց մյուս կողմից ես հասկանում եմ, որ այս հնարավորությունը չի կարելի բաց թողել։
Դա ինչի հնարավորություն է, դա հնարավորություն է ուժեղացնել Հայաստանի պետականությունը, անկախությունը, ինքնիշխանությունը, բայց ինձ համար միանշանակ է, որ դա հնարավոր է անել այստեղ հիմա այս տարածաշրջանում կայունություն եւ խաղաղություն ունենալու միջոցով, տնտեսական համագործակցություն ունենալու միջոցով։ Եվ հետեւաբար մենք պիտի փորձենք անել հնարավոր է այդ հնարավորությունը օգտվելու համար։ Որտեւ ավանդաբար, գիտեք, ես ուզում եմ անկեղծ ասել, նույնիսկ երբեմն հոռետեսներին շատ դժվար է լինում փարատել հոռետեսների հոռետեսությունը։ Որտեւ տեսեք, ես ասացի 2022 թվականին պայմանավորվածություն է ձեռք բերվել, որը ըստ էության ինքը շատ կարևոր, բայց այնուամենայնիվ այն վերջնական կետը չէ։ Եվ շատերն ասում են, ահա, պարզ օրինակ, որ պայմանավորվածությունն է ձեռք բերվել, այդ պայմանավորվածությունը չի իրագործվում, դուք պետք է, այսինքն ինձ ուղղված այդ հարցը, դուք պետք է արձանագրեք այդ քաղաքականության ձախողումը։ Ես դրա հետ չեմ համաձայնվում։ Եվ ես եւ մեր քաղաքական թիմը վճռական են համբերատար, հետեւողական խոսակցության, երկխոսության, փաստերի եւ փաստարկների դաշտում հասնել նրան, որ տարածաշրջանը Հայաստանի Հանրապետության համար լինի կայունության, խաղաղության եւ բարեկեցության աղբյուր, բայց որպեսզի դա տեղի ունենա, տարածաշրջանը պետք է նաև տարածաշրջանի մյուս երկրների համար լինի խաղաղության, համագործակցության, բարեկեցության, անվտանգության եւ կայունության աղբյուր։ Ես իհարկե առաջին հերթին իմ հոգսը եւ պարտականությունը եւ կոռեկտ էլ չի, ես չեմ էլ կարող այլ երկրների փոխարեն մտածել եւ ձևակերպել այլ երկրների շահերի համար, բայց նաև 2021 թվականի ընտրություններից հետո մեր կառավարության ծրագրում մի այսպիսի կետ մտավ, մենք այդ կետը անվանում ենք տարածաշրջանացում։ Ինքը շատ շերտեր է պարունակում։